Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Լուսինե Զարալյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Նոր վերադարձությունները նախամարում։ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը։ Առաջին քննարկումը արդյունավետ եւ բովանդակային է անցել։ Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները։ Հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova, հաստատել Հայաստանի արտգործնախարարությունը։ Եվրախորհրդանը բանաձև ընդունեց Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչներին։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։ Կառավարությունը կշարունակի համակարգային լուծումների մշակումը, որոնք ոչ միայն կներառեն ապահովագրությունը, այլև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ նախագծով մեծ աջակցություն է առաջարկվում ոչ միայն ապահովագրական ընկերություններին, այլև գյուղացիական տնտեսություններին, կայացել է գործադիրի հերթական նիստը։ Վերջին շրջանում հանրային ուշադրությունը կենտրոնացել է վիրտուալ հարթակներում տեղի ունեցող հանցագործությունների վրա։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հորդորել է քաղաքացիներին հնարավորինս անվտանգ գործել այս միջավայրում։ Հայաստանի քաղաքական դաշտում մեկնարկել է նոր գաղափարական քննարկում, որը ըստ վերլուծաբանների կարող է վերաիմաստավորել երկրի զարգացման ուղին։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպմանը հանգամանալից ներկայացրել է մի նախագիծ, որի նպատակը ոչ միայն պետական կառավարման ձևաչափի վերագնահատումն է, այլև հասարակության ներգրավվածության նոր մակարդակի սահմանումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրել է իրական Հայաստան գաղափարախոսության նախագիծը, որի նպատակն է սահմանել պետության զարգացման սկզբունքներն ու արժեքային համակարգը։ Նրա խոսքով գաղափարախոսությունը պետք է դառնա որոշումների կայացման հիմքը եւ ձևավորի հասարակության միասնական ընկալումը պետության ապագայի վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով գնահատվում են գործողությունները եւ կայացվում են որոշումներ։ Ավելին, ինչպես նշում է վարչապետը, եթե մենք ասում ենք ապագայի համար հետո կաշխատենք, նշանակում է այդ ապագան կորսված է։ Սերմը կարող է, եթե սերմը այսօր գցենք, այդ նշանակում է վաղը, որը էլի այսօր է, արդեն պետք է ծիլ տված լինի մենք, այսինքն այսօրվա գործը չի կարող կտրված լինի այդ սերմը խնամելու հետ։ Այդ սերմի շուրջ աշխատանքն է ապագա։ Մենք չենք կարող ուրիշ բանով զբաղվել, մտածելով, որ դեռ ապագայով զբաղվելու ժամանակը չի եկել, եւ այս առումով ես շատ կարևորում եմ ապագայի մեր մոդելը։ Ընդ որում ես ուզում եմ հետեւյալը ասեմ, որ այն ինչ որ ես հիմա ասում եմ, այն ինչի մեջ մեր իրականության վերաբերյալ քննադատական երանգ կլինի, դա ինքս իմ մասին է։ Վարչապետը նշել է, որ այդ տրամաբանության ներքո իրական Հայաստան գաղափարախոսության շրջանակում քննարկվում է նաև սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով 2018 թվականի հեղափոխությունից հետո սահմանադրության փոփոխության օրակարգ եղել է, սակայն այն ժամանակ դա իրագործելի չէր, քանի որ անտրամաբանական կլիներ փոխել 2 ամիս առաջ ուժի մեջ մտած սահմանադրությունը։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը պետության հետ, երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների շուրջ։ Բայց Հայաստանի սահմանադրությունների պատմության մեջ, ինչպես կարծում է վարչապետը, միշտ եղել է այն ընկալումը, որ իշխանություններն են որոշել այդ կանոնները առանց հասարակության իրական մասնակցության։ Իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում դա ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարա լինի, ինքը ունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում, բոլոր սահմանադրություններին դա վերաբերվում է։ Բայց ես նույնիսկ չեմ ուզում հիշել կամ հիշատակել, հղում անել, որ դեռևս 2020 թվականի փետրվարից մենք նոր սահմանադրության օրակարգի մասին խոսել ենք։ Փաշինյանի խոսքով Հայաստանի քաղաքական համակարգի ձևաչափը միշտ եղել է քննարկման առարկա, խորհրդարանական կառավարման համակարգի կամ կիսանախագահական կառավարման համակարգի ընտրության տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ այս հարցի պատասխանը պետք է հիմնված լինի հանրային լայն կոնսենսուսի վրա։ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը երկար ժամանակ չի որոշել իր սեփական քաղաքական եւ իրավական կարգավորումները, քանի որ պատմության ընթացքում ապրել է կայսրությունների կազմում։ Քանի որ հիմա մենք ապրում ենք 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանում, բայց մեր ընկալումն այն է, որ կրկին մենք չենք որոշում ինչ կանոնով ենք ապրում, դա խնդիր է, որը պետք է լուծվի։ Որովհետև այն հարցին ի պատասխան, թե որն է Հայաստանը,
Այս հարցը կարող է դառնալ ուղենիշ եւ չափանիշ, թե այս որոշումը որևէ որոշում ճիշտ է թե սխալ է։ Որովհետեւ ու կա նաեւ մի շատ կարեւոր հանգամանք, որ այն փաստը, որ այս թիվը շատ հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ինքը ստեղծել է մի տարօրինակ հարցադրում կամ մի տարօրինակ արձանագրում, երբ որ հայտնի իրադարձությունները եղան եւ մեղադրանք հնչեց, որ օրինակ ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, որ ես իրականում ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ամփոփելով իր խոսքը Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագծի վերաբերյալ հանրային լայն քննարկումը, ընդգծելով, որ իրական Հայաստանը պետք է դառնա ոչ միայն կառավարության, այլև ամբողջ հասարակության մտածողության եւ գործելակերպի հիմքը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում, հայտարարել է Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։ Նրա խոսքով Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի հեղինակն է։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Նա կրկին անդրադարձել է Հայաստանի զինմանը, նշելով, թե Երևանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ։ Բացի այդ, Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին, հայտարարելով, թե այն իբր Եվրամիության հետախուզական առաքելությունն է։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները։ Նա նշել է, որ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։ Բայրամովը նաև նշել է, որ հաջորդ փուլում Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում, որում իբրև դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը, նշելով, որ հայկական կողմը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանն ընդունում է երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Սակայն պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ, այնուամենայնիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի վերաբերյալ։ Իդեպ, Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր իրադարձություն է համարում, նա լրագրողների զրույցում ասել է, որ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը հայցերը միջազգային հարթակներից փոխադարձաբար հետ վերցնելուն եւ իրար նկատմամբ քայլեր չանելուն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարծում եմ կարևոր իրադարձություն է։ Տեքստի հրապարակման հետ կապված անկեղծ ասած պրակտիկաներին պետք է նայել, ինչպիսին է։ Ես էլի եմ ասում, մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք եւ ըստ էության հոդված առանձին այսպես թե այնպես հրապարակվել է եւ չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Եվ մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների եւ տեղի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ինչքան հասկացա հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել։ Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք եւ ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել։ Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել եւ վերջին այն պահից, երբ որ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում եւ կարծես թե
չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փող զիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եվրոպական կառույցները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների խախտված իրավունքների հարցը, որը ոչ միայն հումանիտար, այլև քաղաքական նշանակություն ունի, անմիջականորեն կապված լինելով տարածաշրջանային կայունության հետ։ Հերթական քննարկումը նախաձեռնել էր Եվրախորհրդարանը, եվրապատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչպես պետք է միջազգային հանրությունն արձագանքի Ադրբեջանի գործողություններին։ Ամեն դեպքում բուռն քննարկումներն ավարտվեցին գրեթե միաձայն ընդունված դատապարտող բանաձևով, որում Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Եվրախորհրդարանում անցկացվել է քննարկում Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները թեմայով։ Եվրախորհրդարանի падգամավորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի դատախազների եւ դատավորների նկատմամբ։ Ռումինիայի падգամավոր Վասիլե Դինչուն ընդգծել է, որ հայ գերիների հարցը լրջորեն սպառնում է Կովկասում արդարությանը եւ կայունությանը։ Եվրախորհրդարանը միշտ պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք պարտավոր ենք հիմա գործել կանխելու ապագա ողբերգությունները։ Կարծիքները շատ էին, բայց համահունչ։ Կիպրոսի падգամավոր Գեադիս Գեադին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի գրավումից ավելի քան 1 տարի անց բռնաճնշումները շարունակվում են։ Ֆրանսիայի падգամավոր Նատալի Լուազոն Բաքվում հայերի դատավարությունները համեմատել է ստալինյան ռեպրեսիաների հետ, իսկ Մարինա Մեզուրն էլ ի հավելումը նշել է, որ Եվրոպան 2023-ին չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին, իսկ այժմ պարտավոր է գործել։ Հայ գերիների միակ մեղքը իրենց ժողովրդին ու հողը պաշտպանելն է։ Եթե ոչինչ չանենք, Ալիևն անպատիժ կշարունակի իր գործողությունները։ Եվրոպական падգամավորները բոլոր հարցերում միակարծիք են։ Պորտուգալիայի падգամավոր Կատարինա Վիեյրան Ադրբեջանը բնութագրել է որպես մարդու իրավունքների ճգնաժամի մեջ գտնվող պետություն։ Գերմանիայի падգամավոր Ֆրոյլիխն էլ շեշտել է, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, իսկ Լեհաստանի падգամավոր Միխալ Շչերբան իր հերթին ընդգծել է Եվրամիության ներգրավվածության կարևորությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում։ Մենք պետք է երկարաձգենք քաղաքացիական առաքելությունը Հայաստանում եւ խորացնենք տնտեսական կապերը։ Նշենք, որ քննարկումը բուռն է անցել։ Լիտվայի падգամավոր Վիտյանիս Անդրյուկայտիսն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների եւ ռազմական հանցագործությունների համար։ Լեհաստանի падգամավոր Մալգոժատա Կոսիևսկան հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի գրավումը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, իսկ Իռլանդիայի падգամավոր Մայքլ Մքնամարանն էլ դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։ Լեռնային Ղարաբաղի հայերի դատավարությունները ստալինյան ցուցադրական գործընթացներ են։ Պետք է դատապարտել նաև լրատվամիջոցների եւ դիտորդների հասանելիության մերժումը։ Ստեղծված իրավիճակում եվրապադգամավորներ ունեն միևնույն դիրքորոշումը։ Իսպանիայի падգամավոր Ֆերնանդո Բարենան ընդգծել է, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ այլախոհությունը ճնշվում է, իսկ Իտալիայի падգամավոր Մասիմիլիանո Սալինին հիշեցրել է, որ Ադրբեջանը բռնի ուժով տեղահանել է Լեռնային Ղարաբաղի հայերին։ Հիշեցնենք, որ եվրոպական երկրներից Իտալիայի հետ Ադրբեջանը բավականին ակտիվ տնտեսական գործակցություն ունի։ Ասել է, թե նույնիսկ տնտեսական շահը իտալացի падգամավորին չի խանգարում խոսել արդարությունից։ Նույնպիսի ակտիվ հարաբերություններ Ադրբեջանն ունի նաև Սլովակիայի հետ։ Սլովակիայի ներկայացուցիչ Միրիամ Լեքսմանը նշել է, որ Բաքվում պահվող հայ քաղաքական գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, իսկ նրանց դատավարությունները խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Ալիևի ռեժիմը ճնշում է ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ արհամարում է միջազգային պարտավորությունները։ Ժամանակն է դադարել ռազմավարական գործընկերության մասին պատրանքներ ունենալ եւ գործել, պաշտպանելով մեր արժեքները։ Մենք պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք ազատելու պատանդներին։ Նշենք, որ Եվրամիության հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Եվրամիությունը հետևում է Բաքվում ընթացող դատավարություններին։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս մտահոգություններին եւ ուշադիր հետևում զարգացումներին։ Արդար դատավարությունը պետք է ապահովի։ Նա շեշտել է, որ Եվրամիության հետ Ադրբեջանի գործակցությունը կախված է մարդու իրավունքների պահպանման հանձնառությունից եւ որ Եվրամիությունը կշարունակի կոչ անել Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները։ Իդեպ Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին համարեց ռազմագերի եւ պահանջեց նրանց անհապաղ ազատ արձակել։ Բուռն քննարկումներն ավարտվեցին 464 կողմ, 115 դեմ եւ 39 ձեռնպահ ձայներով ընդունված դատապարտող բանաձևով, որում ասվում է.
Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ պատանդների դեմ անմարդկային վերաբերմունքը, պահանջում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակում։ Մտահոգություն ենք հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, կոչ ենք անում անկախ հետաքննություն, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում Ժնևի եւ ՄԻԵԿ կոնվենցիաները։ Պահանջում ենք ԵՄ-ից եւ միջազգային կազմակերպություններից նպաստել բժշկական ու մարդասիրական առաքելությունների տեղակայմանը։ Շեշտում ենք հայ քաղբանտարկյալների ազատ արձակման եւ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատուներին պատժելու կարեւորությունը։ Կոչ ենք անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում դատավորների նկատմամբ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի գրասենյակների փակումը, ինչը խոչընդոտում է մարդասիրական ջանքերին։ Կոչ ենք անում միջազգային քրեական դատարանին հետաքննել էթնիկ զտումները եւ բռնի տեղահանությունները։ Ողջունում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի բոլոր հայ պատանդների անվերապահ ազատ արձակման մասին կոչը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, նա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել, մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի։ Վարդանյանը նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա նշել է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Անդրադառնանք այլ թեմաների։ Կառավարությունը կշարունակի համակարգային լուծումների մշակումը, որոնք ոչ միայն կներառեն ապահովագրություն, այլև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ նախագծով մեծ աջակցություն է առաջարկվում ոչ միայն ապահովագրական ընկերություններին, այլև գյուղացիական տնտեսություններին։ Ի թիվս այլ հարցերի գործադիրը քննարկել է նաև անշարժ գույքի հարկի փոփոխությունների վերաբերյալ Հայաստան խմբակցության առաջարկը։ Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում կառավարությունը կավելացնի գյուղատնտեսության ոլորտին վերաբերող աջակցությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում խնդիրներ են առաջացել կապված վնասաբերության բարձր մակարդակի, վերաապահովագրական կազմակերպությունների հայկական շուկայից դուրս գալու եւ համաֆինանսավորման հետ։ Եթե մինչև 200% եղավ, դա ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել կառավարությունը կաջակցի արդեն ապահովագրական ընկերությունների։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսությունների, ոչ միայն ապահովագրական ընկերությունների, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60% փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում։ 2025 թվականին կփոխվի նաև ապահովագրական մշակաբույսերի ցանկը։ Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ կապահովագրվի 13 մշակաբույս։ Խաղող, ծիրան, դեղց, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կերաս, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ կանոնային սրտահարություն, երաշտ, կարակտահարություն եւ հրդեհ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով փորձում են փրկել գյուղապահովագրության համակարգը, որը որոշ տեղերում հանգեցրել է անառողջ գործընթացների։ Տեղեր կա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են, գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ, որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ու նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք, ու տենց ամեն տարի։ Գործադիրի մյուս որոշմամբ 2025 թվականի բյուջեից Հայաստանի մարզերի աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն 781 հազար դրամ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Հաջորդիվ գործադիրը քննարկեց նաև անշարժ գույքի հարկի փոփոխությունների վերաբերյալ Հայաստան խմբակցության առաջարկը։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականից հետո անշարժ գույքի հաշվարկման նոր սկզբունքը կիրառել միայն 200 միլիոն դրամից բարձր արժեք ունեցող գույքերի նկատմամբ, իսկ մինչև 200 միլիոն դրամ արժեք ունեցող գույքերի համար հարկային բեռը սահմանել ավելի ցածր։ Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարաններն ու անհատական բնակելի տները կազմում են բոլոր բնակարանների եւ բնակելի տների ավելի քան 85%-ը։ Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ եւ կարող է կազմել մինչեւ 20,000 դրամ։ Նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ հարկային բեռի վրա։ Ֆինանսների նախարարը նշեց, որ անշարժ գույքի հարկը սեփականության հարկ է եւ պետք է ուղղակիորեն կախված լինի գույքի արժեքից, այլ ոչ թե գույքի տիրոջ սոցիալական կարգավիճակից։ Բացի այդ, նման փոփոխությունը հակասում է վերջին տարիների հարկային բարեփոխումների տրամաբանությանը։ Նախարարը հավելեց, կառավարությունը Հայաստան խմբակցության ներկայացրած նախագիծն անընդունելի է համարել եւ մերժել։ Անշարժ գույքի հարկի
հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Գույքահարկի գումարը, որն օրենսդրությամբ հավաքվում է, ծախսվում է համայնքի կարիքների բավարարման համար, ասաց Փաշինյանն ու հավելեց, սարվում է գյուղերը ցեխերից դուրս բերելու նպատակով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր, այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում ոչ մի այդ ողջ պատմության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Սա քաղաքական ընտրության հարց է։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք 30 տարի շարունակ քննարկվել են, բայց այդպես էլ օրենքի ուժ չեն ստացել, ասաց Փաշինյանն ու հավելեց, դրա պարզ օրինակներից մեկը ֆինանսական համահարթեցման օրենքի նախագիծն է, որը նախկինում չընդունվեց։ Ինչու՞։ Որտեղ ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշարք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով։ Ոչ մեկ չի հիշում, որ ասֆալտ հասկացությունը ուղիղ կապված էր ընտրությունների հետ։ Կար ընտրություն, կար ասֆալտ, չկար ընտրություն, չկար ասֆալտ։ Ընդ որում տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ։ Փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը։ Չես ընտրվում, փաթաթում տանում ես մինչև հաջորդ ընտրություններ։ Փաշինյանն անդրադարձավ կադաստրային գների փոփոխությունների արդյունքում համայնքային հողերի գների էական բարձրացմանը։ Ըստ վարչապետի խնդիրն այն է, որ միկրոռեգիոնալ փաստաթղթերի ընդունման արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողը դարձել է խառը կառուցապատման հող եւ վերջինիս գինը բարձրացել է։ Մյուս կողմից էլ ձևական աճուրդների հետ կապված խնդիրներ կան։ Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք չի կարա այսօր Հայաստանի Հանրապետությունում տենց հող լինի, որի արժեքը լինի 7 դրամ, չի կարա տենց բան լինի։ Հետո դա իմանում ենք, երբ որ այդ հողերը շատ արագ հայտնվում են արդեն հարամատչելի հրապարակային դաշտում այդ գնից 5, 10, 15, 20 անգամ ավելի բարձր գներով։ Եվ հետեւաբար եկեք որոշենք, ստեղ ինչ անենք, որ կոնկրետ գործողություն տեղի ունենա։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաստատեց, ձևական աճուրդներին վերաբերող բավականին շատ հայցեր կան։ Նա առաջարկեց նախ վաճառքն աճուրդով եւ շուկայական գնով կազմակերպել, երկրորդ առաջարկը վերաբերում է աճուրդի անցկացմանը, իսկ երրորդ առաջարկով Վարդապետյանն ակնկալում է որոշակի կարգի հողեր թողնել անոտարելի։ Փաշինյանն էլ նկատեց, ՊՎԾ-ի եւ ԱԱԾ-ի եւ այլ մարմինների միջոցով պետք է վերահսկվեն եւ արգելվեն ձևական աճուրդներն ու հանձնարարեց։ Ուղղակի կանգնեցրեք։ Հիմա հրապարակային ասում եմ, եթե չկանգնացնեին համայնքները, կներեք այդ ուրիշ կատեգորիա, մենք կոնկրետ, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչա կատարվում այդտեղ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Առողջապահության նախարարությունը մշակել է զորակոչիկների փորձաքննությունները Շիրակի եւ Լոռու մարզերի բկներում անցնելու պիլոտային ծրագիր։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Գյումրու եւ Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ զորակոչիկները ստիպված չեն լինի հասնել Երևան։ Նրա խոսքով նախարարությունը լինելու է խստապահանջ եւ մշտապես աշխատելու է բժշկական կենտրոնների հետ, որովհետեւ բացի մասնագիտական գիտելիքներից կարեւոր են նաեւ փորձագիտական հմտությունները։ Զորակոչի փորձաքննությունների մասով, այո, 2 պիլոտ ենք իրականացնում, 2 մարզերում, ուրեմն Լոռի եւ Շիրակը, փոխգործակցության սկզբունքով Գյումրու բժշկական կենտրոնի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ հասնել Երևան, այստեղ օր, գումար եւ այլն հավելյալ ծախսեն եւ անցնեն համապատասխան բժշկական փորձաքննությունները։ Մենք գնահատել ենք կարողությունները, թե սարքավորումների եւ թե մասնագիտական, եւ մոտեցնում ենք ծառայությունը նաեւ մեր զորակոչիկներին։ Եվ հաջող ընթացքի պարագայում, այս 2 մարզի ապակենտրոնացման պարագայում նաեւ հետագայում կտեսնենք արդեն ընդհանուր ինչպիսի փոփոխություններ կիրականացնենք։ Ես կարծում եմ սա շատ կարեւոր է։ Գիտեք ինչի, որտեվ շատերը անցնում են համակցված հետազոտություններ։ Պետք է առավոտ շուտ գալ, սոված լինել, մյուս հետազոտությունը մեկ այլ պահանջ է իրենից ներկայացնում եւ դրա համար մոտեցնել մարդուն իր բնակության վայրում այդ փորձաքննությունները անցնելը, ես կարծում եմ կարեւոր քայլ կլինի։ Վերջին շրջանում հանրային ուշադրությունը կենտրոնացել է վիրտուալ հարթակներում տեղի ունեցող հանցագործությունների վրա։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոսել է այս հարթակում նոր մարտահրավերների մասին։ Նա նշել է, որ վիրտուալ միջավայրում տեղի ունեցող հանցագործություններն օրորի նոր սպառնալիքներ են առաջացնում, իսկ իշխանությունը կշարունակի մեծացնել վերահսկողությունը եւ հակազդել դրանց։
Ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է մշակել, որի համաձայն նրանք, ովքեր ստացել են պարգևատրական զենք, մինչև հուլիսի 1-ը պետք է դրանք հանձնեն։ Ըստ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագիծը մի քանի նպատակ ունի։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեն, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում։ Արփինե Սարգսյանի պնդմամբ զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նախարարությունը շարունակելու է մոնիթորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների մասով ինչպիսի փոփոխություններ պետք է կատարվեն։ Արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով։ Նախարարը նշել է, որ օտարերկրյա պետություններից տրամադրվող նաեւ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում նախարարությունը հստակ սահմանափակումներ չունի եւ ըստ Սարգսյանի նախագծի բուն նպատակներից մեկն էլ Եվ նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում եւ ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անդին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերից։ Եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Ներքին գործերի նախարարն անդրադառնալով Չարենցավանում տեղի ունեցած վերջին դեպքերին, երբ ոստիկանության պետի տեղակալն այլ ծառայողների հետ ծեծի էր ենթարկել Արցախից բռնի տեղահանված քաղաքացուն, նշել է, որ այս պահին հարցը գտնվում է դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում։ Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն, հաշվի առնելով հատկանիշների, առերևույթ հատկանիշների առկայությունը, դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը, այս պայմանությամբ արդեն դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում է հարցը, երբ որ հանգուցալուծումը լինի, կվերադառնանք ծառայողական քննությանը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև վիրտուալ հարթակներում տեղի ունեցող հանցագործություններին։ Դիտարկմանը, թե տելեգրամյան ալիքներում կանանց կեղծ մերկ լուսանկարներ են տարածվում, որով էլ նրանք շանտաժի են ենթարկվում, սակայն մինչև օրս հանցագործները բացահայտված չեն, նախարարը հորդորել է լինել զգոն եւ հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում։ Ըստ Սարգսյանի, թե շանտաժի եւ թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով օրորի նոր խնդիրներ են ի հայտ գալիս։ Իրականում թե շանտաժի առումով, թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով ես պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով, հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը եւս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են, հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները եւ երբ որ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները կամ այլ հնարավորությունները application-ների տրամաբանության մեջ, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը, որովհետև հիմնականում գործ են ունենում արդեն նաև միջազգային գործակցության շրջանակներում հարցի անդրադարձի հետ, որտեղ որ շատ հաճախ հաջող, այսպես ասեմ, փորձեր չեն ունենում բոլոր դեպքերի մասով։ Նախարարը նաև անդրադարձել է լուրերին, ըստ որոնց Գյումրիում սպասվող ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքացիներ իրենց գրանցման վայրը փոխում են, որ կարողանան մասնակցել դրանց։ Սարգսյանի պնդմամբ ներկապահին Գյումրիում կամ Փարաքարում գրանցվելով անհնար կլինի մասնակցել գալիք ընտրություններին։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Ուշակովը հայտնել է, որ նրան է ներկայացրել Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Նա նշել է, թե Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Միացյալ Նահանգները հաշվի կառնի Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ իր պահանջները։ Նա նաև նշել է, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը համակարծիք են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի օգոստոսին ուկրաինական ուժերի առաջխաղացումից հետո առաջին անգամ այցելել է Կուրսկի մարզ։ Մարտի 12-ի երեկոյան Կուրսկի մարզի իր այցի ժամանակ Պուտինը խնդիր է դրել կարճ ժամկետում վերջնականապես պարտության մատնել ուկրաինական ուժերին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական ուժերն արդեն անցել են ուկրաինացի զինվորներից Կուրսկի մարզի ազատագրման ավարտական փուլին։ Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկը կատարած այցի ժամանակ Պուտինը լսել է Հյուսիս խմբի հրամանատարի տեղակալի զեկույցները, որոնք Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են գործողության ընթացքի, նաև Կուրսկի մարզի տարածքն այնտեղ մտած գրոհայիններից ազատագրելու գործողության ավարտական փուլ մտնելու մասին, ասել է Պեսկովը։ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա ռազմական գործողությունների դադարեցման օդում, ծովում եւ ցամաքում ամփոփելով Ջիդայում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպման արդյունքները վերահաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, շեշտելով այժմ ժամանակավոր հրադադարի հաստատումն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի որոշումից։ Զելենսկին ընդգծել է եւ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը հրադադարի հեռանկարի վերաբերյալ։ Նա կոչ է արել Վաշինգտոնին կատարել խոստացածը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում, ռազմական աջակցություն Ուկրաինային, եթե Մոսկվան չընդունի հրադադարի առաջարկը։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները մեկնել են Ռուսաստան բանակցելու ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Թրամփը ռազմաճակատում հրադադարի հաստատման հույս ունի, մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան, հուսով ենք կհաջողվի հասնել հրադադարի, ասել է Թրամփը։ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ամերիկյան կողմի ակտիվ բանակցությունների մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, այն բանից հետո, երբ իրանական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը։ Իրանի միջուկային զենքի վերաբերյալ նրանք ասում են, մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, նույնիսկ եթե մենք ուզենայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ, այն փաստը, որ մենք միջուկային զենք չունենք եւ չենք ձգտում այն ունենալ, բացատրվում է նրանով, որ ինքներս չենք ուզում ունենալ տարբեր պատճառներով, ասել է Խամենեին։ Ալի Խամենեինը նշել է նաև, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։ Մարկ Քարնին որպես Կանադայի 24-րդ վարչապետ երթում կտա ուրբաթ օրը մարտի 14-ի նույն օրը Կանադայի ներկայիս վարչապետ Ջասթին Տրյուդոն կայցելի երկրի գեներալ նահանգապետ Մերի Սայմոնին եւ պաշտոնապես կներկայացնի իր պաշտոնաթողության դիմումը։ Այնուհետև Քարնին եւ նրա կաբինետի անդամները երթում կտան Ռիդո Հոլում գեներալ նահանգապետի պաշտոնական նստավայրում։ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Քարնին մարտի 10-ին հաղթանակ է տարել ընտրություններում, դարձել է Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդը եւ կդառնա երկրի հաջորդ վարչապետը։ Այսօրվա համար այսքանը, առայժմ։ Ցտեսություն։